համաձայն եմ ու գտնում եմ, որ շատ ճիշտ է արել վերադառնալու որոշումը կայացնելու ամուսին։ Երեխաները հաշտ չեն այդ որոշման հետ։ Փորձել են առաջարկել հայրիկին օրինակ չգալ։ Չէ, չեմ փորձել։ Քանզի իրենք էլ գիտեն, որ ոչինչ չի արա իրենց հայրը։ Ինչպես դուք արձագանքեցիք, եւ Դավիթ Համբարձումյանը համաձայնեց վարչապետի թեկնածուն դառնալ դիմադիր ուժերի կողմից։ Չկար մտավախություն, որ հենց դրանից հետո գուցե նրա նկատմամբ սկսվի քրեական հետապնդումը, տարբեր քրեական գործեր հարուցվեն։ Իհարկե կար մտավախություն, բայց եթե բոլոր ընտանիքները վախենան ու մտածեն միայն իրենց ընտանիքի մասին, հաստատ մեր երկիրը կգնա դեպի կործանման, ինչպես հիմա որ տեսնում ենք բոլորս։ Դավիթ Համբարձումյանը ինքը ասում էր, որ ցանկացած զարգացման պատրաստ է, այսինքն այս իրավիճակը իր համար նորություն չէր եւ նաեւ հայտարարություն էր տարածել, որ անպայման վերադառնալու է եւ այս իշխանություններից չէ, որ փախչելու է։ Ձեր կարծիքով այս իրավիճակում ինչ կարող էր օրինակ Դավիթ Համբարձումյանը անել։ Այս ընթացքում Դավիթը ուներ հնարավորություն չվերադառնալու, բայց նա որոշեց վերադառնա, քանզի ինքը լիովին արդար է եւ վախենալու ոչինչ չունի։ Այսինքն այս ամենը համարում եք քաղաքական հետապնդում։ Այո, իհարկե։ Վճռի թիվը տևողությունը ավելի ճիշտ որ տեսնում եք, կարծում եմ պետք է հիմար լինի այն մարդը, որ կասկածի, որ սա քաղաքական հետապնդում չէ։ Քանի որ եթե վճիռը դատավորը տար օրինակ 6 տարի, Դավիթը չնայած նրան, որ Դավիթը պետք է արդարացվեր, քանզի նա ոչինչում մեղավոր չէ, ոչինչ չի արել, որպեսզի արժանանա պատժի։ Եվ որևէ խախտում չի կատարել, չէ՞, այսինքն խափանման միջոցի անհրաժեշտություն փոփոխելու լինում է այն դեպքում, երբ որ ինչ-որ ռիսկ է առաջանում, այս դեպքում ոչ նախաքննության մասին է խոսքը, ոչ որևէ խոչընդոտման վերաբերյալ բան կա։ Որևէ խախտում չի արել, Դավիթի ճանապարհը բաց է եղել, նա գտնվել է Մոսկվայում գործուղման, ինչպես նաև անձնական հանդիպումներ կային, այդ իսկ պատճառով գտնվել է Մոսկվայում, իմանալով վճռի մասին, հենց առաջին իսկ րոպեից ասել է, որ վերադառնալու է։ 1 րոպե անգամ չի կասկածել իր որոշման մեջ։ Իսկ ինչ կասեք մեղադրանքի մասին։ Վայրը կատարել է, հասկանալի է, իսկ տեղյակ է ինչ որ process արդեն եղել է օդանավակայանում, որովհետև հակասական տեղեկություններ կային դրսում, մեկն ասում էր, որ արդեն կարծեք տարել են, մեկն ասում է, սպասում ենք այս մտքով պիտի դուրս գա։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, որովհետև այս ընթացքում ձեզ հետ էի զրուցում, հիմա